Բարև ձեզ, սա ազատ զրույցն է Free News-ի եթերում, ես հիմա զրուցելու եմ Եվրոատլանտյան ինտեգրացիոն պլատֆորմի նախագահ Կարեն Սարգսյանի հետ, բարև ձեզ։ Բարև ձեզ Սարգսյան։ Ապրիլ 24-ն անցավ, հիմա ժամանակն է անդրադառնալ ապրիլ 24-յան ուղերձներին, ուղերձների տեքստերին, ենթատեքստերին, տողերին եւ տողատակերին։ Հանրային քաղաքական շրջանակների ուշադրության առանցքում բնականաբար Միացյալ Նահանգների նախագահ Թրամփի ուղերձն է, եւ Թրամփը ի տարբերություն իր նախորդի Բայդենի չի գործածում ցեղասպանություն բառը։ Սա ինչ է նշանակում, սա վերաբերմունք է Հայաստանի Հանրապետությանը, Սփյուռքի հայությանը, այդ թվում նաեւ Միացյալ Նահանգների հայությանը, թե սա ժեստ է Թուրքիային, Էրդողանին, թե սա միտում է չխանգարել հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը։ Ինչ է սա։ Իդեալական տարբերակը նշվածներից ոչ մեկը։ Բավարը։ Նշվածներից ոչ մեկը, որովհետև սա Ամերիկայի Միացյալ Նահանգների նոր վարչակազմի քաղաքականությունն է։ Ամերիկան ամեն ինչից առաջ։ Ամերիկայի շահերը պետք է լինեն առաջնահերթ։ Բայդենի համար Ամերիկան ամենից առաջ չէ։ Ոչ, դա ստեղ պետական քաղաքականությունը ամբողջությամբ ուղղված է նրան, որ Ամերիկայի Միացյալ Նահանգների այսօրվա վարչակազմը ընկալում է ամենաշահերը այն կերպ, որ ինքը Ատլանտյան եւ Խաղաղ օվկիանոսներով շրջապատված կղզի է, ամրոց, եւ իրեն չի հետաքրքրում, թե ինչա կատարում դրանից դուրս։ Ինքը դուրսը պատրաստ է անել միայն առևտուր, շահույթ, փող։ Իր մոտ տենց է։ Եթե դու օգտագործում ես ցեղասպանություն բառը, դա քեզ հավելյալ պարտականություններ է քեզ համար առաջացնում, հա, քեզ դնում է պարտականությունների դաշտ, որտեղ դու չես կարող ցեղասպանության կողքով հենց այնպես անցնել։ Դա մարդկության դեմ վճռագործություն է, հանցագործության քրեորեն պատժելի եւ օրինակ եթե խոսքը վերաբերում է նրան, որ եթե դու օգտագործում ես ցեղասպանություն բառը, հետեւաբար դու պետք է քայլեր ձեռնարկես այդ ցեղասպանության դեմ կամ այդ ցեղասպանության արդյունքները կամ ցեղասպանության հետևանքով առաջ եկած իրականությունը փոփոխելու կամ կարգի բերելու։ Սա Միացյալ Նահանգներն է։ Համակարգեր, ինստիտուցիոնալ հիշողություն, Միացյալ Նահանգները օրենսդիր գործադիր մակարդակներով ճանաչել է ցեղասպանությունը, նախին նախագահը ճանաչել է ցեղասպանությունը, արտաբերել է ցեղասպանություն եզրույթը, հիմա այս նախագահը որ չի ճանաչում կամ չի գործածում այդ բառը, նշանակում է, որ Միացյալ Նահանգները 3 ճանաչում էր, այսօր չի ճանաչում, կամ որ շարունակեմ, 3 որ ճանաչում էր, դա մեզ ինչ տվեց, այսօր որ Թրամփը չի գործածում, դա ինչ է տանում։ Տեսեք, այն ամեն ինչ դուք ասում եք, այո, ճշմարիտ է, ինստիտուցիոնալ հիշողություն եւ այլն, բայց ինստիտուցիոնալ հիշողությունը Չարաբաստիկ Սևրի պայմանագիրը հիշենք կամ ազգերի լիգայի ստեղծումը Վուդրո Վիլսոնի կողմից, որ Ամերիկայի Միացյալ Նահանգների ինստիտուտները ասացին չէ եւ այդքան ջանք գործածած Վուդրո Վիլսոնը, որը ստեղծեց ազգերի լիգան եւ ստեղծեց Սևրի պայմանագրի մասնավորապես Հայաստանի հետ կապված կտորը, ստիպված էր ընդունել այն փաստը, որ ասում, չգիտեմ, կոնգրեսն ու սենատը չեն ուզում։ Այսինքն իրանք այն տարիներին, որ ուրիշ հարց, որ անմիջապես դրանից հետո Ամերիկայի Միացյալ Նահանգներում սկսեց առաջանալ եւ առաջացավ այն, ինչ կոչվում է մեծ դեպրեսիա, Ամերիկայի Միացյալ Նահանգները գրեթե տնտեսապես զրոյացան եւ այդ ամեն ինչի եւ հետո այդ ամեն ինչը բերեց այն մյուս համաշխարհային պատերազմի որտեղ էլի Ամերիկայի Միացյալ Նահանգները սկսեցին շատ վատ վիճակից, հա, որտեղ Pearl Harbor եւ այլն իրանք պատրաստ չէին, իրանք համարում էին, որ իրանք պետք չի որ Եվրոպային խառնվեն, այս ամեն ինչը բումերանգի նման պատտվելու է էլի գա Ամերիկային, էլի Ամերիկայի ինստիտուտներին, Ամերիկայի հիշողությունը, մենք ամեն դեպքում պետք է հասկանանք, որ Միացյալ Նահանգների ինստիտուցիոնալ հիշողությունը եւ մեծ հաշվով Միացյալ Նահանգների պետական համակարգը այս տեսքով ինքը մոտավորապես 64 թվականից հետո առաջացավ։ Այսինքն Մարտին Լութեր Կինգի սպանությունից հետո, երբ սեգրեգացիայի այդ կանոնները սկսեցին դուրս գալ օրենքները։ Այսինքն մոտավորապես 20-րդ դարի երկրորդ կեսում նոր Ամերիկայի Միացյալ Նահանգների քաղաքացիները անկախ մաշկի գույնից, կրոնից եւ բանից բոլորը ստացան հավասար իրավունքներ։ Մինչև այդ գոյությունը սեգրեգացիա, ինչ չեն կարող խոսել նրա մասին, որ այդ համակարգը տենց է։ Ինչ վերաբերվում է թե ինչ էր Բայդենի ժամանակ ադմինիստրացիան մի արտաքին քաղաքականություն ուներ
Թրամփի ժամանակ ուրիշ։ Իսկ մեզ համար գործնական առումով ինչ նշանակություն ունի Բայդենի ժամանակ, որ ասում էր այդ բառը, այսինքն ճանաչում էր, դա մեզ ինչ էր տալիս մեր անվտանգությանը, ինչ էր տալիս մեր շահերին, ինչ էր տալիս Ադրբեջանն ավելի քիչ ագրեսիվ էր դառնում դրանից եւ այլն, եւ հիմա որ Թրամփը չի ասում, դա ինչ է տանում մեզանից։ Գործնական առումով դեռևս հայտնի չի ինչ է տանում, որովհետեւ տենց միանգամից չի։ Թրամփի քաղաքական արտաքին քաղաքականությունը հիշեցնենք, որ բերեց անպատժելի 44-օրյա պատերազմի մեծ հաշվով այն ժամանակ էլ էր Թրամփը այդ ոչի մեջ, ինչ տվեց Բայդենը, հիշեցնեմ, որ 44-օրյա պատերազմը ավարտվեց նույն օրը, երբ պարզ դարձավ, որ Թրամփը չի շարունակում, Թրամփը չի մյուս նախագահն ԱՄՆ-ի, այլ Բայդենն է։ Հենց այդ օրը Բայդենի ժամանակ էլ էթնիկ զտում եւ այլն։ Բայդենի ժամանակ էթնիկ զտումը տեղի ունեցավ, որտեղ Արցախի ղեկավարությունը 3 անգամ հրաժարվեց Բլինկենի առաջարկից բանակցել Սոֆիայում, բանակցել Բրատիսլավայում եւ ուղղակի բանակցել ամերիկյան դրոշի։ Այսինքն ստեղ ոսկե ձկնիկի պատմությունը 3 ցանկություն կատարել են մարդիկ, չենք մոռանում, որ ասենք Նենսի Պելոսի այցն էր, որ կասեցրեց իրականում Սյունիքի վրա հարձակումը, այսինքն այցի հետ կապված 22 թվականին Նենսի Պելոսի այցին ընդառաջ Ամերիկայի Միացյալ Նահանգների հատուկ ծառայությունների CIA-ի այցներ, Բլինկենի մշտական զանգերն էին, մենք բազմաթիվ օրինակներ գիտենք, որ ուղիղ կապ ա եղել մեր համապատասխան պաշտոնյաների եւ թե Սալիվանի եւ թե Բլինկենի հետ եւ հարցերը լուծվում էին on-line առանց մեծ դիվանագին։ Հիմա մենք այդ կապը չունենք եւ մեծ հաշվով չգիտեմ ինչ որ մեկը այդ կապը ունի, ԱՄՆ-ը եթե չէ սա չդիտարկվել է, որ կոնկրետ ես իհարկե վերապահումներ ունեմ մեր ղեկավարության հետ կապված մասնորեն մայիսի 9 գնալ եւ այլն ոչ թե չեմ ողջունում, այլ խիստ քննադատում եմ, բայց չեմ կարող ասել, որ օրինակ Մակրոնը ունի այդ ուղիղ կապը Սպիտակ տան հետ կամ Ստալմերը ու մենք չունենք ու գոնե այդ բառով ասեմ, չէ, այստեղ բախտը բերել է մերոնց, ոչ մեկ չունի, դրա համար ձեն չեմ հանում, ասում եմ դե լավ, սաղ չունեն, իրանք էլ չունեն։ Հետաքրքիր եւ ուշադրության արժանի այն, որ Թրամփի այս հայտարարությունից, որ չօգտագործել ցեղասպանություն բառը, վրդովված են եւ քննադատում են նաեւ Միացյալ Նահանգներում մեր հայրենակիցները, ովքեր ժամանակին Թրամփ էին պաշտպանում, հիմա ասում են, որ սա նահանջ է ճշմարտությունից եւ այլն եւ այլն։ Թույլ տվեք ասեմ, որ սա դասական, հայկական այդ բանն է, չասեմ կիկոսամահությունն է, բայց որ հայերին մի պահ որ մի անգամ բախտը բերում է, հետո իրան թվում է, որ այդ բախտի յարը ինքն է, մարդիկ հավանականության տեսություն չգիտեն, մարդիկ չգիտեն, որ դա ծանր աշխատանք է եւ լավ չեն պատկերացնում։ Ես եղել եմ այն սակավաթիվ մարդկանցից եւ շարունակում եմ մնալ, ովքեր սրտանց ցանկացել է, որ Թրամփի ընտրողների գլխին գա այն ամենը, ինչ որ Թրամփը բերելու է Ամերիկայի համար տասնապատիկ։ Սրտանց ցանկացել են, որ դեպորտ անեն բոլոր նրանց բարեկամներին եւ մտերիմներին, սիրուհիներին, ովքեր գնացել են Թրամփին ձայն են տվել։ Իրանց ոչ դեպորտ են անում, սիրուհիները մնան դեռ ինչ անեն։ Չէ, իրանց չեն անում։ Իրանց չեն անում։ Չէ, այդ շատ մեծ հիմարություն էր։ Իրականում ինձ համար զուտ սոցիոլոգիական տեսանկյունից շատ հետաքրքիր ֆենոմեն է, երբ առաջի սերնդի առաջի հոսքի միգրանտը, որը մեծ հաշվով եկվոր է այդ երկրում, ինքն է եկվոր, մեկ է սկսում է գոռալ նրա մասին, որ եկվորները երկիրը գրավել են։ Ինձ մոտ դա միշտ շիզոֆրենիկի հետ զրույցի բան առաջացնում, որ ասում ես, բայց դու ես այդ եկվորը, որ ես երկիրը զավթել է, այդ դու ես այն մարդը, ում պատճառով, ասենք, երկիրը չի կարողանում իր քաղաքացիների սոցիալական հարցերը հոգա, որտեղ ինքը քո հարցերն է հոգում։ Արի փրկի երկիրը դու գնա։ Հա։ Քեզ Թրամփին բերում։ Որ ասում եք Միացյալ Նահանգների շահն է դա պահանջում, ԱՄՆ-ից առաջ չի պահանջում, կներեք։ Ես չեմ ասում պահանջում։ Ես ասում եմ, որ դա այս ադմինիստրացիայի քաղաքականությունն է։ Ամերիկայի Միացյալ Նահանգների շահերից չի բխում հետ կանգնել բարոյական։ Բայց ի վերջո բոլոր երկրների քաղաքականությունն է որոշում,
ցեղասպանությունը ճանաչել, թե չճանաչել, երբ ճանաչել, որ հանգամանքներում ճանաչել, դրանից ինչ սեփական շահեր սպասարկել եւ այլն։ Այս պարագայում ցեղասպանության միջազգային ճանաչման հարցը Հայաստանի արտաքին քաղաքական առաջնահերթություն որպես դիտարկելը տեղին է, թե տեղին չէ։ Մենք գիտենք ամբողջ պատմությունը առաջին նախագահի ժամանակ արտաքին քաղաքական առաջնահերթություն չէր, երկրորդի ժամանակ դարձավ առաջնահերթություն, երրորդի ժամանակ մի բան առաջնահերթություն էր, հետո ֆուտբոլային դիվանագիտության ժամանակ նահանջ դրանից, հետո նորից դրան վերադառնալ։ Նահանջ չի եղել այն ժամանակ։ Հա, ինքը միջ հաշվով մնաց նույն տեղը, ուղղակի այդքան սուր չէր քննադատությունը։ Հա։ Դե ուղղակի այն ժամանակվա Թուրքիայի ղեկավարությունը ավելի լիբերալ էր եւ թույլ էր տալի դա։ Հիմա մեզ ավելի պետք է այդ հարցը դարձնել արտաքին քաղաքական առաջնահերթություն, թե դա պահանգիստ թողնել եւ աշխատել նույն Միացյալ Նահանգների հետ ռազմավարական համագործակցության փաստաթղթի տրամաբանության մեջ, նույն Եվրամիության հետ Եվրամիության անդամակցելու գործընթացի մեկնարկի մասին օրենքի տրամաբանության մեջ, Թուրքիայի հետ հարաբերությունները կարգավորելու տրամաբանության մեջ, Ադրբեջանի հետ խաղաղության օրակարգ մեր շահերը։ Տեսեք, իրականում Հայաստանի Հանրապետության ավելի լայն հայոց պետականության դերը այդ ցեղասպանության հետ կապված դա դրա կանխարգելումն է հետագայում եւ մենք այդպես գործընթաց սկսել ենք եւ դա պետք է շարունակվի, դա շատ մեծ ռեսուրս է։ Իրականում հայոց ցեղասպանությունը եւ ընդհանրապես ցեղասպանությունների դեմ պայքարը Հայաստանի Հանրապետության արտաքին քաղաքականության առաջնահերթության մեջ պետք է լինի։ Ցեղասպանությունների դեմ պայքարը մեկ բան է, հայոց ցեղասպանության ճանաչումը, եթե դրա մաղադրիչ եք դիտարկում, դրա չի լինում։ Տեսեք, միշտ մարդուն հարցնում ես, չէ՞ որ գալիս է ասում, օրինակ լավ որ իմ գաբարիտների մարդը գա, ասի, արի ես քեզ լավ դիետա ասեմ, որ քաշդ գցես, չեմ հավատա, բայց որ գիտեմ, որ ինքը ասենք եղել է մոտարապես իմ գաբարիտների ու 30 կիլո գցել է, ես բան կանեմ, այսինքն ես դրա մեջով անցած ազգ եմ։ Ես կարող եմ զբաղվել, ես գիտեմ դա ինչ է։ Դրա համար հայոց ցեղասպանությունը ակնհայտորեն միջազգային ճանաչում է, որպես 20-րդ դարի առաջի ցեղասպանություն, որպես Հիտլերի համար հոլոկոստի հիմք, որպես դրանից հետո գոյություն ունեցող բոլոր ցեղասպանությունների գլխին կանգնած եւ ցեղասպանություն անողների սեղանի գիրք, թե ինչպես են դա անում, հա, այս ամբողջ ծավալը այն որ դու չես կարող դրանից խուսափել, դա փաստ է։ Հիմա որ չես կարող խուսափել, ինչ ես պատրաստվում անել, որ չես ուզում ճանաչեն, բա ինչ պետք է անես։ Ճանաչեն սեփական շահերի համար, ճանաչեն սեփական շահերի համար։ Հա, ես այդ առումով իհարկե դուք ճիշտ եք, ես ռեալ պոլիտիկի կողմնակից եմ, այո, ցեղասպանությունը եւ հայոց ցեղասպանությունը պետք է ճանաչվի յուրաքանչյուր երկրի սեփական շահերից ելնելով, ոչ թե հանուն Հայաստանի։ Երբ իրենց շահերը պահանջում են եւ իրենց քաղաքականությունը այդպիսին է ճանաչեն, երբ չէ, նորից հետ քայլան։ No, էդի չի հարցը։ Նախ եւ առաջ ոչ մեկ հետ քայլ չի արել։ Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահն այսօրվա Դոնալդ Ալոյզովիչ Տրամպը ինքը Իրանով բազմաթիվ քայլեր է արել, որոնք հակասում են Ամերիկայի Միացյալ Նահանգների սահմանադրությանը։ Այդ չեմ ասում նույնիսկ որ այնտեղ սենատով բանով անցել է այդ հարցը, նույն Ռուբիոն կողմը կվերարկե դրան։ Հարցը դրա մասին չի։ Ես ասում եմ ցանկացած երկիր, որը պետքա գոյատևի այս աշխարհում կամ ապրի նորմալ, ցեղասպանությունը մասնավորապես հայոց ցեղասպանության ճանաչումը, դա իր համար, իր սեփական շահերից պետական չեմ ասում մի առանձին վերցրած Օրբանի ադմինիստրացիայի, բայց Հունգարիայի պետականության տեսանկյունից հայոց ցեղասպանության ճանաչումը դա Հունգարիայի անվտանգության մի մասն է, որովհետև եթե մենք հիմա վերցնում ենք Ուկրաինայի դեպքը, իրենց սեփական շահը չբացատրենք, որովհետև ամեն մի երկիր իր սեփական շահը շատ լավ գիտի, քան թե մենք։ Չէ, չկա տենց բան։ Չկա տենց բան, որովհետև գոյություն ունի մարդու իրավունքների համընդհանուր կոնվենցիա եւ բոլորը այդ կոնվենցիան ստորագրել են։ Լավ, անցնենք առաջ։ Ցեղասպանությունները որպես այդպիսին միջազգային դատարանի եւ բոլոր երկրների, որոնք այդ թղթերը ստորագրել են կոնվենցիաները, դա քրեականորեն պատժելի գործողություն է, որը ժամկետ չունի։
Լավ, անցնենք առաջ, հիմա այս օրերին բոլորի ուշադրության կենտրոնում Թրամփի ուղերձի այդ հատվածներ, ցեղասպանություն բառը կա թե չկա, եւ կարծես թե ստվերում մնաց այդ ուղերձի մեկ այլ պարբերություն, որը թերևս ավելի կարևոր է այս պահին։ Ասում եմ, մենք անհամբեր սպասում ենք Հայաստանի Հանրապետության հետ մեր ռազմավարական գործընկերության շարունակմանը եւ տարածաշրջանային կայունությանն աջակցելու։ Սա ինչ է նշանակում, արդյոք սա ուղիղ կամ անուղղակի ուղերձ է Հայաստանի Հանրապետությանը։ Փոքր հատարից հետո շարունակենք, կվերադառնանք վայրկյաններ անց։ Իհարկե, սա ազատ զրույցն է Free News-ի եթերում, ես զրուցում եմ Եվրատլանտյան ինտեգրացիոն պլատֆորմի նախագահ Կարեն Սարգսյանի հետ։ Մենք Միացյալ Նահանգների նախագահ Թրամփի ուղերձի մի հատվածը դիտարկեցինք, ցեղասպանություն եզրույթը տերմինը չօգտագործելը եւ անցանք հաջորդ պարբերությանը, որը հնչում է այսպես մենք անհամբեր սպասում ենք Հայաստանի Հանրապետության հետ մեր ռազմավարական գործընկերության շարունակմանը եւ տարածաշրջանային կայունությանն աջակցելու։ Եվ հարցս այն է, թե սա ինչ է իրենից ներկայացնում, արդյոք սա կարելի է դիտարկել որպես ուղիղ կամ անուղղակի ուղերձ Հայաստանի Հանրապետությանը։ Կոնկրետ ավելացնեմ, ծրագրերի առաջարկների տեսքով արագ երկխոսություն սկսել այդ ռազմավարական համագործակցության փաստաթղթի տրամաբանության շրջանակներում, տարբեր ոլորտներում։ Մեծ հաշվով սա ինչ որ նախորդիվ խոսեցին, Թրամփի ադմինիստրացիան հետ է կանգնում բարոյական գնահատականներից, հետ է կանգնում միջազգային հարաբերություններում միջազգային օրենսդրության նորմերի պահպանման, բայց մնում է շահույթի դաշտում։ Այսինքն սա շատ վուլգարիզացված, շատ պարզեցված ռեալ պոլիտիկն է, ռեալ պոլիտիկ երրորդ դասարանի անտարային բանի, թվաբանության մակարդակի։ Այսինքն ինչ չի հետաքրքրում ով եք, ինչ եք, ոնց եք, հա։ Պուտինը էլ է տենց իրան բան։ Հետո ինչ որ հրթիռով խփում ես Կիևին, երեխայը մեռնում է, դա լավ չի, լավ չի։ Այն ժամանակ ասում Վլադիմիր կան։ Վոլոդիա, այտենց չեն։ Վլադիմիրին այտենց չեն դիմում, դուք գիտեք ոնց է պետք դիմել Վլադիմիրին, հա, ես իրան գիտեմ դուք ինչպես եք դիմում, պետք չի դիմել։ Հա, այտենց Չէ, բայց վերադառնանք Թրամփի։ Էտա, տեսեք, ինքը ուղղակի ասում է, որ այդ ամեն ինչը օքեյ է, մենք, չէ, դե ինձ չի որ ինքը ասում է, ինքը օգտագործում է մեծ եղերն։ Եվ դրա դեռևս Օբամայի ժամանակ չնայած մի առանձնապես մեծ հարգանք չունեմ Օբամայի նկատմամբ, այն ժամանակ ես շատ ավելի զայրացած էի Օբամայի վրա, քան հիմա Թրամփի, որովհետև Թրամփը գլխից տենց ասում։ Դե նախորդ պաշտոնավարման ժամանակ էր։ Բացի դրանից, Թրամփի քաղաքականության մեջ տենց է, ասենք եթե Թրամփը ասեր ցեղասպանություն, հաջորդիվ ես պետք է ասեին երես F-35-ները տուր են։ Արի մի հատ մաքրենք այս Ադրբեջանը բանը ինչ կա մի հատ ռետինի կտորվեցնենք մաքրենք։ Իսկ այս պարբերությունը ռազմավարական մասին որ ինքը ասում է տղեկ ես այդ չգիտեմ ինչ է կարել, ես իմ վաղ չի եղել, դե ինքը ասում է դե Ղրիմն էլ ես չեմ տվել Օբաման է տվել։ Այդ եղերն իմ վաղ չի եղել։ Ինքը օգտագործում է մեծ եղերն, ոնց որ եւ հрьяաների դեպքում օգտագործում է հոլոկոստ բառը, չնայած հոլոկոստ բառը առաջի անգամ օգտագործվել է հայկական ջարդերի մասին, գրելիս 19-րդ դարում երևս։ Ասում է մեծ եղեր, ասում է որ մենք բանենք, անպայման ասում է որ մեր Հայաստանի եւ Սիրիայի այդ American Relief օգնության բանը որ լիք օգնել ենք բան ենք արել, այսինքն մի հատ ասում է ցավում եմ, մի հատ ասում է այս ցենտրը որ այդ դրա հետևանքով եկել եք իմ երկիրը զարգացրել եք, մի հատ նշում է որ մենք շատ ենք մասնակցել դրան, օրինակ որ դիվանագիտական փոփոխություն կլինի ԱՄՆ-ում, եթե իրանք ասեն, որ իրանք եղել են Հայաստանի առաջին հանրապետության ամենամտերիմ գործընկերներից մեկը, նույն Վուդրո Վիլսոնի ժամանակ, բայց այդ չի ասում նա։ Եվ հետո ասում է, «Տղեկ, բան ունենք ստորագրած, եկեք փող աշխատենք»։ Հա, ցենտրա, բան ոնց որ գնում ես շատ։ Ես էլ հաշտում էի դա ուղերձ է, որ Հայաստանը տարբեր ոլորտներում կոնկրետ առաջարկներ ծրագրերով երկխոսություն սկսի։ Դե կամ արդեն ինչ-որ բան սկսվել է, թե չէ այդ ուղղությամբ։ Պատահել է ձեզ մոտ, որ գնացել եք, ասենք, շատ հեռու ծանոթի, ինչ-որ մի հեռու բարեկամի հոգեհանգստի։ Այն մի հատ գալիս ես լուրջ դեմքով ասում ես ցավակցում, հետո դու ես գալիս խելոն ընթացքում սկսում ես գործից խոսալ։ Դա չի բացառվում, որ հա, հիմա իրանք ունեն ստորագրված փաստաթուղթ։ Ունենք նաև այդ այսպես կոչված 1-2-3-ը, որը միջուկային էներգիայի խաղաղօգտագործման բանն է։ Ասին մասնագետներն ես կարդացի հպանցիկ տեսա, որ եկել են քննարկումը կա, դա մեկ։ Երկրորդը ես պետք է ասեմ, որ մենք բազմաթիվ խնդիրներ ունենք կապված Հայաստանը տարբեր տեսակի վատ բազաներից ամերիկյան հանելու, նույն բանկային ոլորտի
որտեղ մեզ մոտ օրինակ դու չես կարող զբաղվել ռազմաարդյունաբերությամբ եւ ունենաս բանկային հաշիվ, քեզ ամեն ձև ինչ-որ պահում են բանից, Ռուսաստանի հետ համագործակցությունը լուրջ խնդրեմ է, բաներ, ինչ-որ տարբեր բաներ կան, ինչ-որ ցուցակներ կան, որտեղ մենք վատ տեղերում ենք գտնվում։ Հիմա եթե այդ համագործակցության շնորհիվ նույնիսկ եթե ինքը չի ասում, ասենք, չգիտեմ, ցեղասպանություն ու F-35-ով պատրաստ չի Բաքուն հավասարեցնել Կասպից ծովի մակարդակին, բայց այդտեղ ինչ որ բան ստանանք առավելություն, թող ստանան։ Հարցը դրանում է, որ ուղղակի սրա հետ պետք է աշխատել։ Ինչպես աշխատել Տրամպի հետ, սա մեծ գաղտնիք է։ Ոչ մեկ չգիտի ինչպես աշխատել Տրամպի հետ, որովհետև Տրամպը վերջի 24 օրվա ընթացքում հաշվել էին 5 անգամ տարիֆ հանե մցրել է, այսինքն ինքը ավելի շատ ինքը իրան հակասում է, քան գործողությունների է գնում։ Դրա համար երևի թե պետք է 100 օրը վերջանա իր։ Պարբերության հետ կապված եւս մեկ հարց, որ ասում եմ մենք անհամբեր սպասում ենք Հայաստանի հետ ռազմավարական գործընկերության շարունակմանը։ Սա ինչ որ կապ ունի բոլորովին վերջերս ստորագրված Ադրբեջան-Չինաստան ռազմավարական համագործակցության հռչակագրի հետ։ Այսինքն կարող ենք դիտարկել սա որպես անուղղակի պատասխան Ադրբեջանը ռազմավարական գործընկերության փաստաթուղթ հռչակագիր է ստորագրում Չինաստանի հետ։ Թրամփն ասում է մենք Հայաստանի հետ ունենք, մենք սպասում ենք դրա շարունակությանը։ Ես ենթադրում եմ, որ փաստաթուղթ հայտարարությունը հայոց եղերնի հետ կապված գրվել է շատ ավելի շուտ, քան այդ բանը տեղի է ունեցել, որովհետև սա իրավոճը չի։ Ինքը Տրամպը միշտ ինչ որ անպայման մի բառ մեծատարերով գրում է, դու կարող ես ակնկալել, որ ինքը կասի, որ այդ ես չեմ այդ ցեղասպանության մեղավորը, այլ խոսքի Վուդրո Վիլսոնն է։ Տենց բան ինքը որ գրեր, իրավոճը չի։ Սա նշանակում է, որ պետական դեպարտամենտն է գրել, պետական դեպարտամենտը ստացել է բան հրահանգ Բայդենի հետևից չգնալ, չօգտագործել ցեղասպանություն բառը, մնացածը լրիվ նույնն է, որ պատկերացնեք մեծ եղեռն նախադասության մեջ մի հատ որ ցեղասպանություն բառ լիներ, ոչ մի չէր փոխվի։ Նույն Բայդենի ադմինիստրացիայի գրած։ Փաստաթուղթը չկար այն ժամանակ հələ։ Հա, եւ Ադրբեջանի եւ Չինաստանի միջև այդ ռազմավարական բանը Ալիևը վազվզում է եւ սաղ այդ ռազմավարական թղթեր է ստորագրում։ Սա նման է Պուտինի թղթերին։ Ինքը բոլորի այդ ռազմավարական թուղթ է ստորագրում, բայց մեծ հաշվով ոչ մի այդ փաստաթղթի տակ բան չկա, որովհետև ակնհայտ է, որ այո, այդ ինչ որ կարող է նշանակություն ունենալ, գիտենք, որ Ադրբեջանը համագործակցում է Չինաստանի հետ օրինակ ռազմաարդյունաբեր փորձում համագործակցել ռազմաարդյունաբերության ոլորտում, բայց մենք միևնույն ժամանակ տեսնում ենք, որ Հայաստանում Չինաստանի դեսպանը ամեն կերպ առնվազն այն մասով, որը մեզ անհանգստացնում է, Սյունիքի մասով եւ տարածքային ամբողջական մասով ասում է, որ տենց բան չկա։ Այսինքն Չինաստանը նույնիսկ եթե ստորագրեց Ադրբեջանի հետ այդ փաստաթ, մենք գիտենք, որ Ադրբեջանը գումարի կարիք ունի։ Մենք գիտենք, որ նավթային գների անկումը ավտոմատ կերպով բերում է իր բյուջեի դեֆիցիտին, սա շատ կարևոր է, չընդհատեք, գիտենք, որ ժամանակը բան է։ Համեցեք, չէ։ Խնդիրը հետեւյալն է, քանի որ Ադրբեջանի եկամուտների 85%-ից ավելին գոյանում է նավթի եւ գազի վաճառքից, իսկ սրանց միջազգային գները ընկնում են եւ շարունակելու են ընկնել, որովհետեւ թե Տրամպի վարած քաղաքականությունը տարիֆների հետ կապված, որի հետևանքով վերանայվել է ամբողջ աշխարհի աճը, թե օրինակ տարբեր հնարավոր զարգացումներ, որոնք կապված են Իրանի, Իսրայելի, Հնդկաստանի, Պակիստանի, Չինաստանի, Թայվանի, այս բոլորը ավտոմատ կերպով բերում է միջազգային տնտեսական հարաբերությունների եւ զարգացման անկում։ Տնտեսության անկումը ավտոմատ բերում է նավթի եւ գազի գների իջեցում։ Նավթի եւ գազի գների իջեցումը ավտոմատ կերպով Ադրբեջանի բյուջեն սկսում են զրոյացնել, որտեղ ինքը այսպես թե այնպես բյուջեն դեֆիցիտով էր մեծ։ Իր համար ընդունելի գինը 80 $-ն է Ազերիլայթի, իսկ հիմա ինքը զգալիորեն դրանից ցածր է։ Եվ սա նշանակում է, որ ինքը չի կարողանալու ոչ միայն իր սոցիալական հարցերը ապահով, ինքը դե պարզա բանակից փող չի կտրել, ոստիկանությունից չի կտրել, բայց սոցիալականից բանից կտրի, սա ավտոմատ բերելու է ընդվզումներ։ Բացի դրանից ինքը ունի պարտականություններ Եվրամիության առջև ստանձնած գազի խողովակների, ասենց ասեմ, մոդեռնիզացիայի, արդիականացման։ Եվրամիությունում գումար չի տալիս, ասում են չի հետաքրքրում։ Ավելին Եվրամիությունը վերանայել է քաղաքականությունը, որը նախորդ Մերկելի կողմից շատ ակտիվորեն առաջ փրկվող քաղաքականություններ, որ եկեք ռուսական գազը Ադրբեջանով վերցնենք, բայց ձևանենք, որ չգիտենք, որ այդ ռուսական է։
Հիմա այդ ասենք այդ խողովակը կարող է հետ պատտեն մտցնեն համապատասխան բան այն մյուս խողովակի մեջ կալծուտան տենց վառվի կարճ միացում անեն դրա համար հիմա ակտիվորեն Եվրոպան քննարկում արդյոք Եվրոպային անհրաժեշտ է այդ գազը թե ոչ բայց այս հարցը հետևյալն է այս երկակը քննարկվի եթե Ադրբեջանը հասցրեց խոստումը կատարի արդիականացնի եւ սկսի այդ գազը տալ ինք կարող է ասի լավ արդեն տվել եմ էլ ձեզանից փող չեմ ուզում Կայա Կալաս այսօր Բաքվում է հավանաբար այդ հարցը Կայա Կալասին իդեպ Նատալի Լոազոն նկատողություն է արել դրա համար ու չես կարող գնաս Ադրբեջան ու չգնաս Հայաստան Ինչ է կատարվում հիմա Ուկրաինայում Միացյալ Նահանգների նախագահը խոստանում էր հիմա նորից ջանքեր է գործադրում ասում է որ Ռուսաստանի թարվածները դժգոհ եմ ես այդ հարվածներից, որ անմեղ մարդիկ են զոհվում ու Վլադիմիր կանգար։ Հա, ու մոտավորապես նույն բանը կլինի, ինչը նույն արդյունքը կլինի, ինչը որ ինքը 44-ի ժամանակ մոտավորապես հոկտեմբերի 17-ին կանչեց մեր Զորաբ Մնացականյանին եւ Աբշերոնի արտգործնախարարին 2 ժամ նստեցին, հետո դուրս եկավ, ասեց վերջ, ես կանգնեցրել եմ պատերազմը ու գնաց։ Պատերազմը չէր կանգնել ոչ մի վայրկյան, բայց ինքը տենց հայտարարեց։ Հիմա նույն բանն է։ Ուրեմն ինքը 24 ժամում, 10 օրում, 1 ամսում, 6 ամսում, չէ, երթումնակալությունից հետո, չէ, հələ ժամանակը չի մի ամիս, մի 2 շաբաթ, մի 3 օր, բան։ Հիմա ուզում է ավարտի մինչև ապրիլի 30-ը, որը իր 100 օրն է, չի լինելու, վերջակետ։ Ռուբիոյի չգնալը Լոնդոն եւ խնդիրը վերաձևակերպելը Եվրոպայի կողմից հետեւյալն է Եվրոպան մինչեւ վերջ գնում է պատերազմը ավարտելով Ուկրաինայի պայմաններով Եվրոպայի համար Ղրիմը, որը Թրամփը հայտարարում է, որ Ղրիմը պետքա ճանաչվի որպես բան Ուկրաինայի տարածք ես պնդում Ռուսաստանի տարածք հասկանում եմ, բայց ես պնդում եմ, որ Ղրիմը դա Ուկրաինա է եւ ոչ մեկ նույնիսկ Թրամփը իրավունք չունի ճանաչելու Ղրիմը ինչ որ մի ուրիշ երկրի տարածք, առավել եւս ճայ-ճայ։ Իրավունք ունի թե չունի, եթե ճանաչեց ով է դրա դեմն առնելու։ Եվրոպան կարող է Կանադան ճանաչի, որ ասենք, չգիտեմ, Լուիզիանան Ֆրանսիայի տարածքն է, իսկ Ֆլորիդան Իսպանիայի։ Դե հիմա քաղաքականությունը միացյալների այն է, որ տարածքային ամբողջականության սկզբունքը կարծես թե վերցրել է, թող դու պիտի զիջես, պիտի Ղրիմը մնա։ Հա, ասեմ ինչ է ասում Զելենսկին, թե պատկերացրեցիք։ Ռուսական նավի նկարը տեսել եք, որ կանգնած է, ձեռը բարձրացրած, բայց ումով։ Ինքը իրանով ինքը պատրաստվում է, Ուկրաինան չի հանձնվելու։ Եվրոպան էլ հետ է։ Միացյալ Նահանգները կարող են ճանաչել կամ կարող են չճանաչել, դա իրանց գործն է։ Բայց Զելենսկու ստորագրությունը թղթի տակ չի լինելու։ Իրեք ինչն է բանը։ Այստեղ խնդիրը հետևյալն է։ Փաստաթուղթը, որը Թրամփը առաջարկում է, Ռուբիոն առաջարկում է, որ ստորագրեն կամ Թրամփը ասում է թույն գործարք ստորագրեք։ Այդ փաստաթղթի տակ պետք է լինի Զելենսկու ստորագրությունը։ Եթե Զելենսկին ստորագրեց այն կետը, որ Ամերիկան ուզում է ճանաչի Ղրիմը Ռուսաստանի տարածք, ավտոմատ նշանակում է, որ Զելենսկին կգցի այդ բանը, հա, կասի, հա, դե արդեն ճանաչեցին։ Չի ստորագրելու, ոչ մեկ չի ստորագրելու, կյանքում չի ստորագրելու։ Եթե պետք է մինչև վերջի ռուսը կկրվեն, որովհետև չնայած թույլ չեք տալի օգտագործեմ այդ բառը։ Մինչև վերջին ռուսը թե մինչև վերջին ուկրաինացի։ Մինչև վերջին ռուսը։ Ասեմ ինչու, որովհետև ուկրաինացիք 37 միլիոն տարածքում են ընդհանուր առմամբ 50 միլիոն են, իսկ Ռուսաստանի տարածքում ռուսները դրանից քիչ են, որովհետև Միջին Ասիայից եկած։ Հա, դրանք ռուս չեն, էլի, սուսլետ եմ ասում։ Մինչև վերջի ռուսը կարա պատերազմը գնա։ Ուրիշ հարց է, որ Ռուսաստանի Դաշնության քաղաքացիները բացի ռուսներից ուրիշ ազգի են։ Եթե Միացյալ Նահանգները չի օգնում, հետո ինչ։ Չշարունակի օգնում։ Չի օգնում, առաջի ամիսները չէր օգնում, հետո։ Դե չէ, առաջի ամիսները այդ մի բան է, երկարաժամկետ այլ բան է։ Երկարաժամկետ մարդիկ պայքարում են իրանց գոյության համար։ Ի տարբերություն շատ հետաքրքիր է, ի տարբերություն հայ ազգի ուղեղները, որ կերել են ռուսները, ուկրաինացիները դե բան չեն, ոնց չեն։ Դե երևի նրանից է նաև որ ուշ են զավթե հիմնական մասին, իրանք Լեհաստանի տակ են, բավականին երկար ապրել են Եվրոպայում, եվրոպական բանը, մարդու կարծիքն է կարևոր։ Ես չեմ ուզում, ես սենց եմ ուզում,
Ոչ թե ինձ մի հատ առաջնորդ բերեք, որ տեսնանք ինձ ուրա տանելու ու անպայման մի հատ մեծ աղբեր պետք է լինի, որ ես ոչ մի բան տենց։ Այդ ամեն ինչը ուկրաինացիների վճռականությունը պայքարել իհարկե գնահատելի է, ողջունելի է, բայց եթե Թրամփը ցանկանում է, որպեսզի ավարտվի եւ իր գործակն է առաջարկում Մոսկվային, այսինքն Ղրիմը քեզ, Մոսկվան ասում է հա Ղրիմը ինձ, բայց այդ մնացած 4 տարածքներն էլ պիտի տա, որ բան անենք եւ այլն։ Եվ նաեւ Միացյալ Նահանգները հայտարարում է, թե սրանից հետո Միացյալ Նահանգները չէ միակ անվտանգության երաշխավորը Եվրամիության, այսինքն Եվրամիությունը ինքը իր անվտանգության համար դեռ լիքը անելիք ունի, մտածելու բան ունի։ Ուկրաինայի համար ով է մտածել։ Դեք տեսեք, Եվրամիության համար Ուկրաինան հոյակապ մեթոդ է իր սեփական անվտանգությունը ապահովել, որտեղ Եվրամիության համար մեկ թշնամին, այդ անմիջապես կանոնեն սահմանի վրա կանգնած կատաղած բունկերային առնետն է, որը եթե Ուկրաինայում սթրվի, կարող է որոշի, որ ինքը պետք է Էստոնիա վերցնի։ Հիմա խնդիրը որն է, եթե դուք չեք ուզում պատերազմ վարեք, դուք տեսնում եք, որ հարևան ունեք, որը ագրեսիվ է, որը ոչ մի կերպ չի հանգստանում։ Ավելին, որի տնտեսությունը ամբողջությամբ տեղափոխվել է ռազմաարդյունաբերության վրա, որը խնդիր ունի 600,000-ից ավել առաջնաճակատից վերադարձող զինված post-traumatic syndrome-ով մարդկանց, որտեղ մենք գիտենք այդ Աֆղանի, Չեչնիայի եւ բանի, գիտենք որն է, տեսել ենք Աֆղանստանը, մենք էլ ենք տեսել Չեչնիայի բանի ժամանակ, ինչ տիպի խնդիրները առաջացնում հասարակության համար, առաջնագծից վերադարձող ռուս զինվորը, որը գալիս է եւ հասկանում է, որ այն ամենը, ինչի համար ճակերտավոր համար ինքը կռվել է, դա չկա։ Իր ընտանիքը սոված է, ինքը ապահոված չի, ինքը աշխատանք չունի, իր առավելագույնը իրան ինչ-որ բան, ամեն ինչ թանկային կարա իր ողին վերցնի, մի քիչ խմի, ինչը կբերի, հետեւաբար այդ սինդրոմի արտահայտմանը։ Հիմա այս երկրի համար Ուկրաինան էգզիստենցիալ վտանգ է, որովհետև Ռուսաստանում ապրող ռուսների համար, ռուսների որպես էթնիկ խումբ, Ուկրաինան մոդել է, ոնց կարա շատ արևելքում գտնվող սլավոնական ազգը ապրի ժողովրդավարական եւ իրար հարգելու մեջ, հա, առանց ալկոհոլիզմին տրվելու։ Դա մոդել է, Պուտինի համար սա վտանգավոր է, որտեղ իր բնակչությունը կարա տեսնի, որ գիտեք ինչ կա, առանձնապես ժողովրդավարությունը վատ բան չի, որտեղ ինքը ոնց է պահում, ասում է վատ, Եվրոպան վատ։ Մյուս կողմից գոյություն ունի, ասենք, Բալթյան երկրները, գոյություն ունի Ֆինլանդիան, Շվեդիան, որոնք անմիջական հարևաններ են եւ չեն ուզում մեծ հաշվով, որ Ռուսաստանը այդ բանին գա, ասենք, ազատ մնա, 600,000 հոգին ոչ մի բան չունենան։ Բելարուսի հարևան Լեհաստանը, որը որ մի քանի անգամ Ռուսաստանից տուժվել է, հա, Լեհաստանը ցեղասպանություն է տեսել ռուսներից, այնց ոնց որ մենք թուրքերից։ Ասենք, դա է թեմա։ Լուրջ թեմա է, որտեվ Լեհաստանը 3 անգամ կիսել են, գիտեք, այդ պատմությունները, նույնիսկ երկրորդ համաշխարհային ժամանակ հատուկ իրանք սովետական զորքերը Վարշավան չէին մտնում, չնայած կարային մտնեին, մինչև գերմանացիները Ադրբեջանի լեգիոնը իդեպ Վարշավան կկոտորի, այդ բնակչությանը այդ թվում հրեաներին գետոյի շատ հետաքրքիր բան է, ոնց են հրեաները սրա յոլա գնում, չգիտեմ, բայց աշխարհը մեծ է, ինչ ասես։ Այս ամեն ինչը մարդիկ չեն ուզում, որ իրանց մոտ կրկնվի։ Ուկրաինան հիմա ինչ որ ուժ կիրառելով զոհերի հաշվին պահում է, Եվրոպան ասում է, եղբայր, ես Ուկրաինային կպահեմ։ Շնորհակալ եմ զրույցի համար, հետևենք իրադարձությունների զարգացումներին, սա Ազատ զրույցներ Free News-ի եթերում, ես զրուցում էի Եվրատլանտյան ինտեգրացիոն պլատֆորմի նախագահ Կարեն Սարգսյանի հետ, կհանդիպենք։